Կրեմլը հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է անել հնարավորը Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև տարաձայնությունները հարթելու համար։ Առաջարկը հնչում է մի փուլում, երբ Վաշինգտոնը հորդորում է Թեհրանին միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսել, սպառնալով հակառակ դեպքում անցնել ռազմական գործողությունների։ Մենք շարունակական խորհրդակցությունների մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ, ասել է Պուտինի խոսնակը։ Թեհրանը նախորդին կրկին մերժել է ուղիղ բանակցությունների Սպիտակ տան առաջարկը, ընդգծելով, որ պատրաստ է գնալ միայն միջնորդավորված շփումների։ Միաժամանակ նամակ ուղարկել հարևան երկրներ, որտեղ ամերիկյան բազաներ կան, այդ թվում Թուրքիա, Իրաք եւ Քուվեյթ, զգուշացնելով, եթե Իրանի վրա ամերիկյան հարձակման դեպքում այդ երկրները որևէ աջակցություն ցուցաբերեն, ներառյալ թույլ տան իրենց տարածքն օգտագործել, դա կդիտվի որպես թշնամական գործողություն, որը լուրջ հետևանքներ կունենա։ Իսրայելը անցած գիշեր հարվածներ է հասցրել Գազայի երկու խոշոր հիվանդանոցների մերձակայքում, զոհվել է առնվազն 2 մարդ, այդ թվում լրագրող, 9 հոգի վիրավորվել, հաղորդում է Reuters-ը, տարածքում տեղակայված վրաններում հրդեհ է բռնկվել, 3 էլ բնակելի շենքեր էին թիրախավորվել, զոհվել էր առնվազն 15 մարդ։ Իսրայելը մարտի 18-ից վեր սկսել է ռազմական գործողությունները երկամսյա հրադադարից հետո, որի ընթացքում Համասը 38 իսրայելցի պատանդ վերադարձրեց հարյուրավոր պաղեստինցի գերիների եւ կալանավորների դիմաց։ Կողմերի միջև նոր բանակցություններ անցկացնելու ջանքերն առայժմ արդյունք չեն տվել։ Իսրայելցիներն էլ այսօր բողոքի ցույցի են դուրս եկել Երուսաղեմում, վարչապետ Նեթանյահուի նստավայրի դիմաց, կոչ անելով կառավարությանը դադարեցնել պատերազմն ու անհապաղ ազատ արձակել իսրայելցի գերիներին։ Բռնության ալիքը սկսվել է ուղիղ 1.5 տարի առաջ, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված Համասը հարձակվեց իսրայելցիների վրա, սպանելով ավելի քան 1200 մարդու եւ պատանդարելով շուրջ 250-ին։ Իսրայելի պատասխան գործողություններից ըստ Գազայի առողջապահության նախարարության մինչ օրս զոհվել է ավելի քան 50,000 պաղեստինցի, հիմնականում կանայք եւ երեխաներ։ Ուկրաինական Կրիվոյ-Ռոհում վերջին հրաժեշտն են տալիս անցած ուրբաթ ռուսական հրթիռակոծության մոտ 2 տասնյակ զոհերին, որոնց թվում 9 երեխա կար։ Պաշտոնյաների հաղորդմամբ սա խաղաղ բնակչության դեմ ամենաարյունալի հարձակումներից էր արդեն 3-րդ տարին շարունակվող պատերազմում, չնայած հրադադար հաստատելու Միացյալ Նահանգների նոր վարչակազմի ջանքերին։ Ռուսաստանը հայտարարել էր, թե բարձր ճշգրտության հարված է իրականացրել, թիրախավորելով զինվորականների մի հավաք։ Ազատության հետաքննությունը սակայն պարզել էր, որ ռումբերից մեկն ընկել էր ռեստորանի վրա, որտեղ այդ պահին այցելուներից մեկը ծննդյան օրն էր նշել։ Թիրախավորվել էին նաև բնակելի շենքեր եւ խաղահրապարակներ։ Լիսաբոնում չնայած հորդառատ անձրևին հազարավոր կանայք են վազքուղի դուրս եկել աջակցություն հայտնելու կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարողներին։ Միջոցառումը ըստ կազմակերպիչների հնարավորություն է տալիս ուշադրություն գրավել եւ նոր ֆինանսական միջոցներ հավաքագրել հիվանդության դեմ, որն առաջինն է կանանց շրջանում հանդիպող քաղցկեղի տարատեսակների շարքում։ Պորտուգալիայում ամեն տարի այս հիվանդության շուրջ 9000 նոր դեպք է արձանագրվում, 2000 կին մահանում։ Այսօր ես վազում եմ նրանց աջակցելու համար, վաղը գուցե ինքս կարիքի մեջ լինեմ։ Ամենակարևորն այն է, որ չմոռանանք մեկս մյուսին, Reuters-ին ասել է արշավի մասնակիցներից մեկը։